Բարև ձեզ։ Նախ հիշեցնեմ սիրելի ժողովուրդ, որ մի երկու օրից վաղը չէ մյուս օրն արդեն, Կիրակի օրը կկայանա մեր վերհրատարակված առաջին երկու գրքերի շնորհանդեսը։ Մեր մշտական ընթերցողը այդ երկու գրքերին ծանոթ է, ահա դրանք, հիմա ես ձեզ նորից ցույց կտամ, Մայրամուտ եւ Լուսաբացի միջև հայի ֆենոմենը եւ Կորսված ժառանգություն։ Այս ամենի մասին տեղեկությունները իհարկե մենք արդեն մեկ շաբաթվա մեջ մի քանի անգամ կրկնել ենք, հիմա ես նորից կկրկնեմ եւ կանցնեմ բուն թեմային։ Կիրակի օրը, այս Կիրակի օրը նոյեմբերի 16-ին ժամը 17:00-ին Աբովյան 29 Կոտորա 28 հասցեում գտնվող Ագուլիս թատրոնում Սամվել Լուսահոգի Երվանդ Մանարյանի հիմնած Ագուլիս թատրոնն է։ Հասցեն շատ հեշտ է գտնել երիտասարդական մետրոյի հարևանությամբ, եթե դժվարություններ կլինեն, հեռախոսահամարները մենք կթողնենք, դուք կարող եք զանգել։ Հիմա ասնեմ բուն թեմային, սիրելի ժողովուրդ։ Ամենասկզբում, երբ որ գրքերի վերահրատարակման մասին լուրը ես տեղադրեցի Facebook-ում, ամենասկզբում նշեցի, որ գնային մի փոքր փոփոխություն կա կապված քիչ տպաքանակի հետ։ Այսինքն բնական է, չէ՞, սիրելի ժողովուրդ, որ 1000, 2000 կամ 3000, 4000 օրինակը մի քիչ ավելի էժան է արժանում, քան փոքր տպաքանակը, փոքր թվերը։ Դրա համար մի փոքր տարբերություն կա, սրա մասին մենք արդեն խոսել ենք, բայց զանգողները զարմանում են, զանգողները մի փոքր, իհարկե բոլորը չէ, բայց մի փոքր այսպես անակնկալ են գալի։ Տարբերությունը շատ քիչ է, շատ, այսպես ասած, աննշան։ Հիմա, սիրելի ժողովուրդ, մեկնաբանություններում գրում են լավ կլիներ խոսել բովանդակության մասին, այսինքն մարդիկ կան, ովքեր տեղյակ չեն, մարդիկ կան, ովքեր առաջին անգամ են տեսնում, առաջին անգամ են լսում։ Նրանց համար, ովքեր առաջին անգամ են միանում մեր էջին, ովքեր առաջին անգամ են լսում այս գրքերի մասին, սիրելի ժողովուրդ, ասեմ, գրքերը գեղարվեստական չեն։ Գրքերը փաստավավերագրություն են, մարդկանց կենսագրություններ, բայց գրքերը, բոլոր 4 գրքերը սկսվում եւ ավարտվում են հեղինակի վերլուծությամբ, հեղինակի խոսքով։ Ինչի համար է սա արվել, սիրելի ժողովուրդ։ Մոտ 2-2.5 տարի առաջ, թող անհամեստություն չլինի սա, որտեղ ինձ ճանաչողները գիտեն իմ տեսակը, երբ որ խոսեցինք այս մասին, շատ մարդկանց անուններ մեր ժողովուրդը առաջին անգամ էր լսում։ Հիմա այսօր ամբողջ Facebook-ում, ոչ միայն Facebook-ում, սոցցանցերում, այս ամենը տարածվում է կայծակնային արագությամբ, անուններ։ Ես իհարկե դեմ չեմ, շատ մեծ սիրով, այս ամենի նպատակը հենց դա էլ եղել է, որպեսզի սկսեն խոսել այս մարդկանց մասին, թեև մենք առաջինը թերևս սկսեցինք խոսել այս մասին։ Նո իհարկե ոչ առաջինը, մարդիկ եղել են մեզնից առաջ, կլինեն եւ մեզնից հետո, ովքեր կնախաձեռնեն այսպիսի աշխատություններ, բայց մեր արվածը մի տեսակ տարբերվում էր ինչով, սիրելի ժողովուրդ։ Նախ կենսագրականները ոչ թե կարճ 2-3 տողով էին, ոչ թե Վիկիպեդիայի, այսպես ասած, տեղեկությունների պես են, այլ կենսագրություններ, ծնողներով, այսպես ապրած կյանքով, եւ այստեղ ամենակարևորը, սիրելի ժողովուրդ, ամենակարևորը հեղինակի ուղղորդումն է։ Այսինքն խոսքը սկզբում եւ խոսքը գրքի վերջում, թե ինչի համար է այս ամենը արվում, ինչի համար է այս ամենը արվում, որտեղ ես մեկնաբանությունների մեջ տեսնում եմ, մեկնաբանությունները շատ են, շնորհակալ եմ բոլորի արձագանքների համար, 100-ներով, 200-ներով, չգիտեմ, հազարավոր այդ հավանումների մեջ շատ քիչ մարդիկ են, որ ճիշտ հարցեր են տալիս, շատ քիչ մարդիկ։ Այս ամենի գերնպատակը, միակ նպատակը, ես կասեի, ոչ թե գերնպատակը, եղել է ցույց տալու մեզ այն հսկայական ժառանգությունը, որը մենք կարող էինք օգտագործել, բայց թերևս ինչ-որ բացթողման արդյունքում, ինչի մասին էլ խոսում են այս գրքերը, մենք այդ ամենը թողեցինք ում ասես, եւ մեզ ոչինչ չմնաց դրանից։ Այսինքն մեծ հաշվով այս գրքերը վերլուծական փաստավավերագրություն են, սիրելի ժողովուրդ, որոնք պատմում են, 4 գրքերն էլ պատմում են աշխարհի ամեն անկյունում, այսպես կարելի ասել, բոլոր ժամանակներում ապրած մեր ժողովրդային զավակների մասին, որոնց անուններ այդ երկրներում, որտեղ նրանք ապրել են, լավ գիտեն, իսկ մենք մինչ օրս նրանց չենք ճանաչում։ 2.5 տարի ես փորձեցի խոսել ձեզ հետ մի լեզվով, որը պիտի հասանելի լիներ բոլորիս, անկախ քաղաքական կամ չգիտեմ, քաղաքացիական նույնիսկ այս
խառը օրերին այսպես արճակատումներից կամ չգիտեմ այսպես ճամբարներից, որոնք ուղակի մասնատեցին մեզ։ Որն էր այդ լեզուն, սիրելի ժողովուրդ։ Այս 4 գրքերը, որոնց դուք այսպես ներկայացնում եք որպես հայտնի հայերի մասին գրքեր, իրականում մեր մասին էին։ Այս գրքերն իրականում մեզնից յուրաքանչյուրի մասին է, սիրելի ժողովուրդ, այսինքն այստեղ մենք պիտի տեսնեինք այն անդրադարձը, որ հազարամյակների ակունքներից այսպես պիտի մեզ հարց տար, պարոնայք, տիկնակ եւ պարոնայք, սիրելի ժողովուրդ, հայեր, ոնց կարելի էր այսպիսի մի ամբողջ ժառանգություն թողնել ուրիշներին եւ սեփական տան մեջ չունենալ ոչինչ, բացի չեմ ուզում այդ մասին խոսել, սա մեր ամենացավոտ կետն է։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, այս գրքերի նպատակը եղել է ցույց տալու մեր ժողովրդին մեր կարողությունը եւ անկարողությունը, այսպես ասած, երկու զուգահեռներով, որոնք այդպես էլ չհատվեցին։ Մեր կարողությունը մնաց ուրիշներին, մեզ մնաց միայն անկարողությունը, ինչպես կասեր Սահյանը, մեզ մնաց միայն մեր կորուստները։ Ես նորից ցույց տամ ձեզ, սիրելի ժողովուրդ, Ահավասիկ 4-րդ գիրքը, մեր վերջին գիրքն էր, սա մեր շոճակտագրերի երգ, այս գիրքը պատմում է 25 հայուհիների մասին, որոնց անունները մեզ քիչ կամ ընդհանրապես հայտնի չեն, վստահ եմ ասում, այստեղ կան մարդիկ, որոնց անունները դուք առաջին անգամ եք լսելու։ Ճանապարհ դեպի գիրքը պատմում էր հիմնականում Հնդկաստանում, Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանում, տեղ-տեղ նաև ցարական ու սովետական միությունում, ցարական Ռուսաստանում, սովետական միությունում ապրած մեր ժողովրդի զավակների մասին, դե իսկ առաջին երկու գրքերը, որոնք արդեն վերահրատարակվել են, դրանց մասին դուք արդեն գիտեք, Մայրամուտ եւ Լուսաբացի միջևայի ֆենոմենը եւ կորսված ժառանգություն։ Այնպես որ Կիրակի օրը համեցեք, նրանք ովքեր կգան շնորհանդեսին, մենք կզրուցենք մի քիչ այս ամենի մասին ավելի այսպես բաց, մի քիչ ավելի առանց փակագծերի կզրուցենք, նրանք ովքեր չեն կարող գալ, կարող են զանգել հիմա, պատվիրել, որովհետև կրկնում եմ, գրքերը լույս են տեսել սահմանափակ քանակությամբ եւ դրանք հետո կարծում եմ արդեն էլ չեն վերահրատարակվի, որովհետև ես արդեն հաշիվն էլ կորցրեցի, 4-րդն էր, սա թե 5-րդը, անկեղծ ասած չեմ հիշում։ Այնպես որ համեցեք Կիրակի օրը ժամը 17-ին Ագուլիս թատրոն, եթե հասցեն չգտնեք, եթե հարցեր կունենաք, զանգեք նշված հեռախոսահամարներով, բայց ես ինքս ձեզ խորհուրդ կտամ, ինչ Կիրակի օրը մինչ շնորհանդեսին հասնելը հիմա այսօր զանգել պատվիրել, որովհետև նրանք ովքեր գիտեն գրքի ոչ թե գինը, սիրելի ժողովուրդ, այլ արժեքը։ Եկեք տարբերենք գինն ու արժեքը։ Հա, գինը մի քիչ ուրիշ բան է, արժեքը մի քիչ այլ բան է։ Նրանք ովքեր գիտեն արժեքը, նրանք արդեն զանգել են, պատվիրել են եւ սպասում են գրքերի վերահրատարակմանը, որպեսզի գան իրենց գրքերի հետևից։ Այսքան է, սիրելի ժողովուրդ, մեկնաբանություններին ես այսպես մեկ առ մեկ չեմ կարող պատասխանել, սա փորձեցի ընդհանուր բացատրել ինչի մասին էր խոսքը, իսկ նրանց համար ովքեր անընդհատ շեշտում են ռուսերեն, անգլերեն, սիրով, սիրելի ժողովուրդ, սիրով, բայց եւ ցավոք 2-2.5 տարվա մեջ մենք այդպես էլ չգտանք լուրջ հովանավորների, որոնք ցանկություն կհայտնեն, ասենք, մի քիչ գումար ներդնել եւ այս գրքերը թարգմանել, ծախսերը շատ մեծ են, սիրելի ժողովուրդ, շատ մեծ, շատերը պատկերացում չունեք, ես դա միայնակ չեմ կարող անել, այնպես որ եթե կլինեն ցանկացողներ, ովքեր կցանկանան ուղղակի հովանավորել ինչ-որ կերպ եւ 5-րդ գիրքը եւ մնացած թարգմանությունների հարցում զանգեք, սիրով կընթառաջենք, սիրով կնստենք, զրուցենք, ամփորձանք, մնացեք, ավելանանք եւ չպակասենք, սպասեմ ձեզ Կիրակի օրը։